Հայաստանի իշխանականները նորից խեղաթյուրում են կալանավորված Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի խոսքերը։ Այս մասին Հայլուրի հետ բացառիկ հարցազրույցում ահազանգում է Ամստերդամը։ Ըստ նրա, Հայաստանի իշխանությունը հանրությանը ուզում է ցույց տալ, իբր ինքը դիմել է Եվրամիություն Հայաստանի բարեփոխումներին հատկացվող աջակցությունը դադարեցնելու հորդորով։ Իրականում Ռոբերտ Ամստերդամը դիմել է Եվրամիություն, բայց ոչ թե հայ ժողովրդին, այլ իշխող կուսակցությանը ֆինանսավորումից զրկելու նպատակով։ Իմ հայտարարության նպատակը Հայաստանին Եվրամիության աջակցության կասեցնելը չէ։ Ես կարծում եմ Եվրամիությունը պետք է աուդիտ անի, քանի որ Փաշինյանի կառավարությունը անկեղծ չէ եւ կօգտագործի գումարը իր քաղաքական նպատակների համար։ Այդ կառավարությունում չկա բարեխղճություն։ Նրանք կալանավորում են անմեղ մարդկանց միայն քաղաքական շահերից ելնելով։ Եվրամիության տված փողերը Հայաստանի իշխանականներն օգտագործում են անձնական վրեժխնդրության համար, ասում է փաստաբանը, որի տպավորությամբ Նիկոլ Փաշինյանին թվում է, պետությունը ինքն է, ինչ կուզի կանի, հոգևորականների կբանտարկի, բարերարների, ընդդիմախոսների։ Որպես փաստաբան գրեթե անհնար է նկարագրել Հայաստանի կառավարության անօրինական ու կրիմինալ վարքը։ Ես ուզում եմ, որ բոլորը Հայաստանում հասկանան, ինչ է անում վարչապետը։ Ձերբակալում է անմեղ մարդկանց, հոգևորականների, Սամվել Կարապետյանի կալանավորումը քրեական արարք է, օրենքի հետ որևէ կապ չունեցող։ Աշխարհահռչակ փաստաբանն ասում է, իր մասնագիտական 45 տարիների ընթացքում աշխարհի որևէ այլ երկրում չի տեսել, որ աշխարհիկ կառավարությունը այսպիսի ճնշում բանեցնի իր երկրի եկեղեցու վրա, միջամտի ներքին գործերին։ Մինչդեռ Հայաստանում քրիստոնյա քաղբանտարկյալներից բացի հոգևորականներ, այդ թվում սրբազաններ կան։ Մի քանի տարի առաջ ոչ ոք նման բան չէր կարող կանխատեսել։ Այդ մարդիկ գերի են դարձել Փաշինյանի խոստացած ապագայի հանդեպ անհանգստություն ունենալու պատճառով։ Ռոբերտ Ամստերդամը Փաշինյանի այս վարքագիծը կապում է սպասվող ընտրություններից առաջ իր վախերի հետ։ Նա կարծում է, Փաշինյանի իշխանությունը մազից է կախված, վարչապետն այլևս լեգիտիմություն չունի եւ դա գիտակցելով փորձում է ուժով երկրի բոլոր ինստիտուտներն իրենով անել, հույսով, որ գուցե այդպես վերընտրվի։ Նա վստահությունը կորցրած քաղաքական գործիչ է, որը փորձում է երկրի բոլոր ոլորտները իր վերահսկողության տակ վերցնել։ Եկեղեցին կարևոր բարոյական ինստիտուտ է, որի վրա նա չունի վերահսկողություն։ Դրա համար նա հարձակվում է կաթողիկոսի եւ արքեպիսկոպոսների վրա։ Չի վախենում Ամստերդամը Հայաստանի իշխանականներին այսքան սուր քննադատելուց։ Ոչ, ասում է, մեկ անգամ չէ, որ սպառնալիքներ է լսել իր հասցեին, բայց իր մասնագիտական ու բարոյական պարտքն է համարում բարձրաձայնել անարդարության մասին։ Հայաստանի կառավարությունը սպառնացել է ինձ, շատ վատ բառապաշար է օգտագործում իմ մասին խոսելիս։ Դա նորություն չէ ինձ համար։ Եվ իմ գործողությունների վրա դրանք չեն կարող ազդել։ Ես աշխատում եմ մարդու իրավունքների ոլորտում 45 տարի։ Գիտեմ, ինչ կարող են անել կառավարությունները, երբ իրենց իշխանությունը վտանգված է։ Հայ ժողովրդի նկատմամբ Փաշինյանի վարքը ամոթալի է ոչ միայն Հայաստանի սահմանադրության, այլև Աստծո առաջ, ասում է հայտնի փաստաբանը, որը Հայաստանում տիրող ապօրինությունների մասին պատմում է նաև միջազգային հարթակներում։ Բայց կարծում է պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե հայ ժողովուրդը ոտքի կանգնի ու պաշտպանի իր իրավունքները։ My advice to Armenians is to stand up for their rights. Իմ խորհուրդն է հայերին պաշտպանել իրենց իրավունքները, մասնակցել ցույցերի, գնալ եկեղեցի եւ աջակցել հոգևորականներին։ Իհարկե դա պետք է արվի հանգիստ, ոչ բռնի ձևով, օրենքի շրջանակում։ Those clergy that are embattled. Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։